Իսկ այժմ սիրելի ունգընտիրներ, ունգընտրեցեք լուրերը։ Գսկսինք դեղական լուրերով։ Խորհրդարանի նախագահ Անիթա Դիմիտրիու ներկայացուց 2025 թվականի օրենսդրական կորձի հաշվետվությունը անդրադառնալով խորհրդարանական կորձունեության մեջ արդյունաբեր դարիիմը։ Ինչպես հայտնեց ան խորհրդարանական հանձնախումբերը գումարեցին 628 նիստեր, մինչդեռ ունեցան նաև 36 լիակումար նիստեր, որոնց մե 33-ը հերթական եւ 3-ը արդահերթ։ Այս ձիրեններս մարմինը քվեարկեց 255 օրենքի նախագիծեր, 75 օրենքի առաջարկներ, ինչպես նաև 48 կանոնակրություններ եւ 63 ծառայության նախագիծեր։ 3 օրենքներ վավերացվեցան շտապ գործընթացով։ Խորհրդարանի նախագահը ընդգծեց նաև սահմանադրության 3 բարեփոխումներու հատուկ կարևորությունը։ Ներկայացնելով գլխավոր օրենսդրական բարեգարկումները անիմիջիայլոց անդրադարձավ գղզի քրավյալ բաժինին մեջ ապրող հուն գիբրացի քնորդներու անշարժ քույքերու քրավաթրման, ինչպես նաև հիվանդներու իրավունքներու քրանցման։ Անհատուկ գերբով ակնարկեց աշխատավայրերու մեջ գոյություն ունեցող բռնության եւ ոտնձգության, ընդգծելով, որ խորհրդարանը ամրապնդեց պաշտպանության հաստատութենական ձիրը։ Խորհրդարանական դիվանագիտության գլուխի գծով խորհրդարանի նախագահը մատնանշեց մարմինի միջազգային ուժական ներկայությունը միջազգային համաժողովներու եւ եվրոպացի պաշտոնակատարներու հետ գիբրացի երեսփոխաններու լայն մասնակցությամբ։ Նախարարած խորհուրդը առաջարկ վավերացուց հիմնադրելու վեճերու արագ լուծման մեխանիզմ, ինչ կվերապերի պետական մարզի մեջ ծրագիրներու կորձատրության պայմանագիրներու։ Տնտեսության նախարար Մագիս Գերավնոս հայտնեց, որ որոշվեցավ եռանդամ անգախ հանձնախումբի հիմնադրությունը փախկացյալ պետական մարզի 2 պաշտոնակատարներու, որոնք խնդրո առարկա ծրագիրին հետ առնչություն չունին եւ սեփական մարզեն 1 անհատի։ Աննշեց, որ պետական մարզի 2 անհատները պիտի ընտրվին փոփոխություններու եւ բահանջներու կենտրոնական հանձնախումբին կողմէ, իսկ սեփական մարզեն անհատը ջարդարապետներու էթեկ ընկերակցութենեն։ Անբացատրեց, որ մինչև այսօր վեճերու լուծումը կստանձներ եռանդամ հանձնախումբը, որ կփախկանար բացարձակապես պետական պաշտոնյաները եւ նույնիսկ անհատները, որոնք առնչություն ունեին խնդրո առարկա ծրագիրին հետ։ Բարոն Գերավնոս մատնանշեց Միչայլոց, որ նշյալ բարեփոխումը գաբահով է թափանցիկության եւ արդյունավետության սկզբունքները։ Անշեշտեց նաև, թե անկամարաբնթե վստահության հարաբերությունը պետական եւ սեփական մարզերուն միջև պետական ծրագիրներու կորձատրումի ընթացքին։ Տնտեսության նախարարը հայտնեց, որ որոշումները պիտի կայանան 15 օրվան ընթացքին, հստակեցնելով, որ նոր մեխանիզմը կվերապերի պետական մարզի նոր ծրագիրներու։ Երեք ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքս նեգոսիո մեջ ակելի գազմագերբած 4-րդ տնտեսական ֆորումին համացանցի միջոցով իր ունեցած ելույթին մեջ հայտնեց, թե գիբրական հարցի լուծումը ոչ միայն մեծ նպաստը պիտի ըլլար երկրի ժողովրդի փարգավաճման համար, այլ նաև ան պիտի առաջնորդեր մեծակույն տնտեսական խթանի։ Բարոն Սաքս արտահայտեց նաև այն հույսը, որ թուր գիբրացիներու ղեկավարության մեջ կատարված վերջին փոփոխությունը գիբրական հարցի լուծման հնարավորություններուն մեջ հուսադրիչ աստանշան մը։ Ան անդրադարձավ նաև արևելյան միջերկրականի տարածքը թեպի կանաչ եւ գայուն աբակամը առաջնորդելու Գիբրոսի թերին։
Գշարունակենք հայկական լուրերով։ Մեծն Պրիդանիան գհդեվի Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված գացության։ 17 նոյեմբերին Մեծն Պրիդանիո խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարած է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութին պատասխանելով Սկոֆիայեն ընտրված պատգամավոր Բրենդոն Օհարայի հարցին։ Մենք ակնկալենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրության ու օրենսդրության, բայց շատ թադավարության ընթացք եւ արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Կակնկալենք նաեւ, որ թադական գործընթացները կմնան թափանցիկության եւ անաչառության շրջանակներուն մեջ, հայտարարած է Պրիդանացի նախարարը։ Դաութի համաձայն Մեծն Պրիդանիո կառավարությունը կշարունակե վճռականորեն հանձնառու ըլլալ ամբողջ աշխարհի մեջ գրոնի եւ համոզմունքի ազատության իրավունքի խթանման եւ պաշտպանության։ Արդեն 5 ամիս է ի վեր փանդը գտնվող գործարար Սամվել Ղարաբետյանի գալանքը երկարացկվեցավ եւս 2 ամիսով։ Փաստաբաններու համաձայն Ղարաբետյան թադարանին մեջ անգամը եւս բնթած է, թե անմեղ է եւ պետք է ազատ արձակվի, բայց թադավոր Սարգիս Թաթոյան հիմք ընդունած է 52 քննիչներու եւ թադախազի բնդումները, թե գործարարը ազատության մեջ պիտի խոչընդոտե գործի քննությունը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունած է Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Կառավարության համաձայն անոնք քննարկած են շրջանային զարգացումները։ Փոխվարչապետն ու Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը անդրադարձած են շրջանի հաղորդակցություններու ապաշրջափակման կարելիություններուն եւ կարեւորության։ Երկուստեք ընդգծած են սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունը։ Հանդիպումին ներկա եղած է նաև Հայաստանի մեջ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Թեսպան Վասիլիս Մարանգոս։ Ամսվան սկիզբը Մագդալենա Գրոնո ընդունված էր Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Ջեյհուն Բայրամովի կողմէ։ Անոնք քննարկած են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններու ղեկավարման գործընթացը։ Յահկի խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակներուն մեջ բոլսո մեջ 3 շաբթի օր գայացած է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակություններու հանդիպում երկու երկիրներու խորհրդարաններու նախագահներուն միջև մեկ ամիս առաջ Ժնևի մեջ ցերկ բերված համաձայնության հիման վրա։ Հայաստանի ազգային ժողովի լրատվականին համաձայն կողմերը ընդգծած են Վաշինգտոնի վեհաժողովի թրական թերը եւ գարձիկներ փոխանակած են ցերկ բերված համաձայնություններուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերուն, ինչպես նաեւ գործընթացին երկու երկիրներուն միջև խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ։ Անդրադարձ կատարված է նաև երկու երկիրներուն միջև վստահության ամրապնդման միջոցառումներու իրականացման գործին մեջ խորհրդարաններու թերին։ Երկուստեք շեշտված է միջազգային գազམ་ագերբություններուն մեջ խորհրդարանականներուն միջև գառուցողական երկխոսության կարևորությունը։ Քառասունհինգ օրերու լռութենե ետք Բաքուի մեջ փանդարգված լիբանանահայ Վիկեն Յոլջեկչյան վերջապես հեռացայնեց իր գնոջ Լինդային եւ դեղեկացուց, որ իր առողջությունը վտանգի տակ է, նույնիսկ այլևս չի գրնար քալել։ Երկար ադենե իվեր այս հեռացայնին սպասող գինը շատ մտահոգ է, որովհետև ամուսինին ցայնը փոխված է, դգար է, ան իրենսա, որ ոտքերուն ցավեն այլևս չի գրնար քալել։ Սակայն հագարակ ոտքերու ցավին եւ սիրտի հարցերուն փանդաբահները մերժած են բժիշկին ճշտած թեղերը դրամատրել անոր։ Վիկենը գարելույություն չունի որևէ մեկուն հետ խոսելու եւ օգնություն խնդրելու։ Շուրջ 5 տարիներ Բաքուի փանդը գտնվող 46-ամյա Վիկենը անօգնական հուսահատ վիճակի մեջ է։ Վիկենին այս գացության մեջ հայտնվելու պատճառին մասին գինը հստակ դեղեցություն չունի, ըստ անոր այս բոլորը թաժան ձեզի պատճառով են։ Հիշեցնենք, որ Վիկեն Յոլջեկչյան լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ ադրբեջանցիներուն կողմէ քերի դարված
էր 44 օրյա բادرազմի ավարտեն ետք 10 նոյեմբեր 2020-ին Շուշի ուղևորվելու ջամփուն վրա Լինդան ասավ, որ երբ Դագավին Գարմիր խաչի ներկայացուցիչները Վիքենին այցելելու գարելիությունը ունեին, գբադմեին, որ անհաջող գվիճապաներ բահագներուն հետ, բաճարը ըստ գնոջ վատ վերապերմունքն էր, զոր Վիքեն չեր հանդուրժեր։ Սիրելուն գընթիրներ, ունգընտրեցիք լուրերը։